Ողջունում եմ բոլորին, հուսամ լավ եք հայր ջան, առաջի հերթին կուզենայի բոլորիս մաղթեի լավ աշխատանքային շաբաթ և կուզենայի խոսել թե Ռուսաստանի ղեկավարության նպատակները, ցանկությունները, երազանքները, թե մեր հարևան պետությունների հարաբերությունները։ Տեսեք, սկսեմ Ռուսաստանի ղեկավարության մասով, որը որ իրանք կորցրեցին Հայաստանը, այն ուժը, որ ունեին Հայաստանի վրա, ազդեցությունը, այսպես ասենք, այս պահի դրությամբ իրանք ամեն ինչ անում են, թե եկեղեցականներին, ոչ թե եկեղեցին, այլ եկեղեցականներին օգտագործելով, թե իրանց օլիգարխների և թե հին ղեկավարներին օգտագործելով, ուզում են վերականգնեն այն ինչը, որ ունեին։ Իսկ ինչ ունեին, մի հատ հնազանդ, մի խոնար, մի հարսիկ Հայաստան անունով, որ ոնց կասեին, այտենց է կլիներ։ Թույլ չտալով ոչ երկիրը զարգանալ, ոչ ինչ-որ մի լավ բան սպասվեր այդ երկրում։ Այդ ունեինք մենք։ Դրա համար ինքը ամեն ինչ անում է և դաժե երեկ ես տեսա մի նյութ, որտեղ Վառոնեժ, եթե չեմ սխալվում, քաղաքում և իր տարածքում, միգուցե և այլ քաղաքներում էր Ռուսաստանում ադրբեջանցիներին նեղում են և սենց մի իրավիճակ են ստեղծում, լրատվական կար, նյութեր կար, որ գրվում է այս ամենը արվում է նրա համար, որտեղ Ադրբեջանը չի ենթարկվում Ռուսաստանին, այսինքն չի հարձակվում, ինչ-որ ընդվզումներ չի ստեղծում Հայաստանի համար և հասկանում ենք բոլորս, թե այդ ամենը ինչ է ու ինչի համար է։ Եվ ինչ վերաբերվում է մեր հարևան պետություններին, տեսեք, ես վերջին, թե նախավերջի վիդեոյում ես խոսացի հարաբերությունների մասին մեր հարևան երկրների, շատ մարդիկ հարաբերություններ լավացնելու հետ կապված, չգիտես թե միանգամից մտածում են, չնայած ես էլի եմ դա ասել, միանգամից մտածում են, որ հեսա թուրքը կամ ադրբեջանցին գալու է մտնի իրանց երկիր, իրանց տուն կներեք, երկիր չէ, ինչու չէ, նաև երկիր, և սկսելու է իրանց հետ ապրի, այդ են ադրբեջանցին է, որ մեզի մորթեց, այդ են թուրքն է մեզի մորթեց, տենց մեկնաբանությունների դաշտում գրելով, ոնց եք դուք պատկերացնում թուրքի կամ ադրբեջանցու հետ լավ հարաբերություն ունենալ, մեզի լավ հարաբերություն կամ ինչ-որ բարեկամական հարաբերություն ստեղծել, ամենևին պետք չի։ Մեզ պետք է այն հարաբերությունը ստեղծել, որ այդ տվյալ երկրները ու ոչ միայն Ադրբեջանն ու Թուրքիան, նաև Վրաստանն ու Պարսկաստանը վտանգ չներկայացնի Հայաստանին։ Մեզ դա է պետք։ Իսկ ով ծոցը կգնա կմտնի, արդեն դա կներեք ձեզանից է կախված։ Երկար տարիներ շարունակ մենք Հայաստանի ժողովուրդը Թուրքիա Անտալիա հանգստանալու է գնացել, Թուրքիայից ապրանքներ է բերել, ոչ մեկը դրա մասին չի բարձրացնում, չի խոսում, դա պետք է ասելով, այտենց էր պետք։ Բայց այսօր երբ ուզում ես այնպիսի դիվանագիտական հարաբերություններ ստեղծես քո հարևան պետությունների հետ, որպես իրանք վտանգ չներկայացնեն Հայաստանի համար, միանգամից չգիտես խի նման կարծիքներ ու նման արտահայտություններ են հնչում, որ մեզի պետք չի թուրքերի և ադրբեջանցիքի հետ բարեկամանալ, որտև իրանք մեզի մորթել են, օքեյ, համաձայն եմ, իրանք մեզի մորթել են, իրանք մեզի վնասել են, բայց եկեք համաձայնվենք, որ այս վերջի 200-300 տարիների ընթացքում ամենաշատը վնասել է մեզի Ռուսաստան կոչվածը, Ռուսաստան իշխանությունը։ Ինչի ենք մենք այդ ամեն ինչին աշկ փակում։ Նյուժելի կներեք ռուսական այսպիսի խոսքեր արտասանելուց, բայց նյուժելի մենք մեր երկրում այդքան ագենտներ ունենք, որոնք որ իմ էջին այդ նման հարցեր են բարձրաձայնում ու տես բաներ են ասում, համաձայն չլինելով, որ չէ մեզի բանը
հարևան երկրների հետ հարաբերություն ստեղծել պետք չի, լավացնել պետք չի, մեզի մեր փրկությունը մենակ Ռուսաստանն է։ Սենց հայր ջան, եւս մեկ անգամ կրկնեմ, մեզի պետք չի հարևան երկրների հետ ինչ-որ հարաբերություն ստեղծել։ Մեզի պետք է այնպիսի դիվանագիտական հարաբերություն ունենանք, որպեսզի հարևան պետությունները վտանգ մեզ չներկայացնեն։ Այսքան, լավ եղեք, հաջողություն։